Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, քանի որ կարծեք թե այս ավտոլայվի ձևաչափը եւ հատկապես մեր մայր եկեղեցու հետ կապված իմ որոշ անձնական նկատառումներ որոշակի մարդկանց մոտ որոշակի հետաքրքրություն են առաջացրել, որոշել եմ պատեհ առիթներով նույն թեմայով լայվերը շարունակել, ավտոլայվերը շարունակել եւ հիմա մենք ունենք շատ պատեհ առիթ, շատ կարևոր հարց, որովհետեւ քիչ առաջ Մայրաթորի տեղեկատվական համակարգը լուր տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը որդեգրած 3 քահանաներից երկրորդը, առաջինը նախկին տերարամն էր, ներկայումս Ստեփանը, երկրորդը, որը որ տեր Տարոնն է, հռչակվել է կարգալույց, այսուհետև միայն Վարդան եւ գիտեք, տեքստը շատ կարևոր է, որ հասկանանք, թե որոնք են հիմքերը անձին կարգալույց հռչակել։ Բեհապար հայրապետի տնօրինության հիմքերը որոնք են։ Եթե դուք տեքստը կարդաք, կտեսնեք 5 կետ, որոնք բոլորն էլ շատ այսպես իմ կարծիքով, անձամբ իմ կարծիքով, ասենց իրավաբանական մի հատ հայացքով հարցին նայեմ, ենթադրում եմ դրանցից նույնիսկ յուրաքանչյուրը կարող էր նման հիմք ծառայել, թեև որից ասեմ, չեմ համարում, որ ես այս հարցում, չեմ համարում, այլ չեմ հանդիսանում այս հարցում պրոֆեսիոնալ, բայց իմ շատ ոչ պրոֆեսիոնալ կարծիքով այս 5 կետերից յուրաքանչյուրը գոնե դրանցից 3-ը առանձին վերցրած կարող էին հիմք ծառայել կարգալուծության համար, բայց ամբողջ 5 պատճառ է այստեղ նշված։ Եվ ես էլ քանի որ ավանդական երևանյան խցանումների մեջ եմ, առիթը օգտագործեմ եւ դրանց մասին որոշակի խոսեմ, հայտնվեցի Ռուբինյան փողոցի խցանման մեջ, իդեպ Ռուբինյան ասեցի, աչքիս ընկավ, որ այդ անձնավորության այդ փոխոսնակի գլխավորությամբ արդեն այլանդակություններ են դուրս տալիս եւ կարեւոր է, որ այս պահին մենք նաեւ ինչ-որ բացատրական աշխատանք կատարենք հանրության հետ, պարզաբանելու այս որոշումը, հանրության համար ավելի հասկանալի դարձնելու այս որոշումը։ 5 հիմքերից առաջինը որն է, 2024 թվականին ինքնակամ ծառայության վայրը լքել է, այսինքն Տավուշի թեմը։ Ես նկատեցի, որ որոշակի դատողություններ էր հրապարակավանում Վարդանը, այն ժամանակ դեռ տեր Տարոնը, Վարդանը ինչ-որ բաներ էր խոսում, ասում էր, որ Բագրատ Սրբազանն է իրեն անժամկետ թույլ տվել, որ գնա։ Ես գիտեմ, որ դա այդպես չի, ես չգիտեմ դրա մասին արդեն հայտարարվել է, թե չի հայտարարվել, բայց վստահաբար դա այդպես չի եղել եւ չերել կարող լինել։ Ավելին, այն բանից հետո, երբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահությունը ստանձնեց Սամվել Վարդապետը, իսկ նա հայտարարությամբ է հանդես եկել, ակնհայտ էր, որ որևէ կերպ այսպես պատշաճ վարքագիծ չի դրսևորել, չի կապվել, չի եկել, չի պարզաբանվել, ինչ-որ անձնական խնդիրներ է ունեցել։ Դե հա, անձնական խնդիրներ ունենալը շատ կներեք, որևէ մեկս ապահովագրված չի անձնական խնդիրներից։ Բայց մարդը լքել է, հայտարարել է, որ իրեն անժամկետ թողել են, որ գնա եսին որտեղ, Կրասնոդար էր գնացել, ուր էր գնացել, ու տենց լավ եղեք, տենց հաջողություն ձեզ, տես չի լինում։ Սա ծառայություն է, հոգևոր ծառայություն է, ժամկետ պետք է լինի, կարգ պետք է լինի, կանոն պետք է լինի։ Եթե չեք կարդացել, խնդրում եմ կարդալ Սամվել Վարդապետի Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի պարզաբանումները, մանրամասն պարզաբանումներ էր ներկայացրել, կարծեմ 2 թե 3 օր առաջ։ Իդեպ մի կարևոր նրբություն ասենք, տեսեք, Սամվել Վարդապետը հանդիսանում է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ։ Ինչու ոչ առաջնորդ, որովհետև Սամվել Վարդապետը չունի ամենայն դեպս այսօրվա դրությամբ եպիսկոպոսական կարգ, իսկ
թեմի առաջնորդ կարող է լինել բացառապես եպիսկոպոսը։ Սա չնայած հնդածս եմ սրա մասին խոսում, սա շատ լուրջ խնդիր է։ Սա նույնպես այն ցուցիչներից է, որ եկեղեցու ողնաշարը կազմում է եպիսկոպոսած դասը։ Այդ պատճառով թեմի առաջնորդը կարող է լինել եպիսկոպոս, իսկ եթե չկա տվյալ թեմում տվյալ պայդրությամբ եպիսկոպոս, ապա առաջնորդի գործառույթ իրականացնողը չի կարող կոչվել առաջնորդ, կարող է կոչվել տեղապահ։ Իդեպ սա շատ գեղեցիկ տերմին է, եւ ես ափսոսում եմ, որ մեր պետական լեզուն այս եկեղեցու տերմինաբանությունը չի ժամանակին ընդօրինակել, այս տեղապահ տերմինը օրինակ։ Փոխանորդ տերմինը չի ընդօրինակել ժամանակին։ Փոխանորդն էլ ո՞րն է։ Փոխանորդն էլ այն է, որ անձ գոյություն ունի որպես պաշտոն կրող, բայց ժամանակավորապես չի կարող իր գործունեությունը իրականացնել։ Օրինակ ես հիշում եմ, որ փոքր է, բայց հիշում եմ, այդ բառը այդ ժամանակ տպավորվել էր։ Երբ որ Գարեգին առաջին կաթողիկոսը բուժման նպատակով մեկնել էր եւ կարծեմ ամիս թե ավելի երկար ժամանակ չէր կարող իր պարտականությունները կատարել, ներկայիս Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետը այն ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, նա այսպես ստացավ ընդհանուր փոխանորդ հայրապետական, եթե չեմ սխալվում, ընդհանուր փոխանորդ կոչումը, այսինքն նա փոխարինում էր վեհապար հայրապետին, այն ժամանակ Գարեգին առաջինին։ Մինչև Գարեգին առաջինը վերադարձավ եւ բուժումից հետո վերադարձավ, հետո որոշ ժամանակ անց մահացավ եւ արդեն Գարեգին arczepiskopos Ներսիսյանը ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Բայց այդ փոխանորդությունը եւ տեղապահությունը սրանով են տարբերվում։ Մի խոսքով վերադառնամ ըստ էության առաջի կետը փաստորեն դա էր, որ նա լքել էր իր ուրեմն ծառայության վայրը։ Երկրորդը կապված էր առաջինի հետ, բազմաթիվ այսպես հորդորներին եւ այլն չէր արձագանքում ծառայությունը շարունակելու հետ կապված, մոտավորապես սա ես հասկացա։ Երրորդը մասնակցությունը սրբապիղծ հայտարարված, այստեղ այդ տերմինը չկար, բայց արդեն այդ տերմինը արկա է։ Մասնակցությունը անվավեր պատարագ կոչված արարողությանը, որը Հովանավանքում պետության բացառապես պետության ուժային միջամտությամբ իրականացրեց կարգալույց քահանա Ստեփան Կոչեցյալը։ Դրան մասնակցում էր Տեր Տարոնը այն ժամանակ, կարգի մեջ գտնվելով։ Սա ես կարծում եմ ինքնուրույն առանձին, առանց ոչ մի ուրիշ բանի հիմք կարող էր հանդիսանալ այս տնօրինության համար եւ շատ արդար կլներ։ Սա ուղղակի ծայրահեղ խախտում է։ Չորրորդը հրապարակավ եկեղեցականներին վերաբերյալ այսպես պախարակող բաներ արտահայտելը։ Գիտեք, այո, մեր երկրում գոյություն ունի խոսքի ազատություն, բայց այդ խոսքի ազատությունը, եթե խոսքը չի վերաբերում մարդ-պետություն հարաբերություններին, այլ վերաբերում է օրինակ հոգևոր կառույցին, հոգևոր կառույցը կարող է այլ մոտեցումներ ունենալ իր ուրեմն համակարգի ներսում խոսքի ազատությանը։ Խոսքի ազատությունը, սա շատ կարևոր է, սրա մասին խոսելու են վստահ եմ, այդ բաները, այդ նիկոլականները, այդ մի խոսքով, որակումներ չեմ ուզում տալ, նրանք խոսելու են դրա մասին հաստատ։ Տեսեք, խոսքի ազատության համար եւ այլն, վստահ եմ։ Տեսեք, խոսքի ազատությունը վերաբերում է մարդ-պետություն հարաբերություններին։ Այդ սահմանադրական արժեքը դրան է վերաբերում։ Ուրիշ ոլորտների վրա չի տարածվում։ Այսինքն, եթե որևէ կրոնական կազմակերպություն, լինի դա հայ առաքելական եկեղեցին կամ ցանկացած այլ կրոնական կազմակերպություն, ունի ավելի խիստ կանոններ խոսքի ազատության հետ կապված, դա նրա գործն է, որտեղ նրա գործիքակազմը բացառապես իրեն է վերաբերում։ Դա չի կարող օրինակ, ինչպես պետությունն է, խոսք արտահայտելու համար, ասենք մարդուն պարկացնել, մասկաներով ուղարկել վրան, ուժ կիրառել, ծեծել, ջարդել, փշրել, ես շատ իմանամ ինչեր անել, չի կարող, չէ՞, եկեղեցին կամ որևէ ոչ միայն հայ առաքելական եկեղեցին, ցանկացած այլ կրոնական կազմակերպություն, դա չի կարող անել։ Չի կարող մարդուն տանել դնել բանտ, դատական նիստերի դահլիճում մարդը մահանա, չի կարող։
Հետևաբար խոսքի ազատությունը բացառապես վերաբերում է պետություն մարդ հարաբերությունների։ Եվ մեր եկեղեցին լի իշխան է սահմանափակված համարելու խոսքը։ Դա ամենևին չի նշանակում որևէ պետական օրենքի խախտում, դա բացառապես տվյալ կրոնական կազմակերպության ներքին գործն է։ Եվ ես շատ կարևորեցի, որ այս դրույթը տեսա, որովհետև սա արդեն 5-րդ կետն է, որը շատ է, պլավն է անցնենք 5-րդ կետին, ուխտը, հնազանդության ուխտը խախտելը։ Հնազանդության ուխտը, ինչ որ այդ մարդիկ կան, որ կարող են դրա մասին ինչ որ բանավիճել եւ այլն, օքեյ, կարելի է բանավիճել, բայց հնազանդության ուխտը առաքելահաստատ եկեղեցիների կարևորագույն հատկանիշն է, առանց դրա չի լինում։ Նորից հիշենք, որ մեր եկեղեցին, ինչպես ցանկացած այլ առաքելահաստատ եկեղեցի, ուղղափառ կոչվող եկեղեցիները, ռուս ուղղափառ, վրաց ուղղափառ, հիշում եք երեկվա այդ նկարը, այդ վարչապետի այդ պատկառանքը վրաց եկեղեցու, արդեն կարծեմ 48 տարվա, 48 տարվա գահակալ Իլիա II պատրիարքին։ Վրաց եկեղեցին, չգիտեմ, սերբ եկեղեցին, ռումինական եկեղեցին, բուլղարական եւ այլն, կաթոլիկ ամենակարևորը, ոչ թե կարևորը, այլ ամենամարդաշատ չէ եկեղեցին, ամենամեծ հավատացյալներ ունեցող։ Այդ բոլոր առաքելահաստատ եկեղեցիները, այդ թվում նաեւ մեր եկեղեցին, որպես ոչ քաղկեդոնական ուղղափառ եկեղեցի, առաքելահաստատ, բոլորը ունեն այս հատկանիշը, առանց դրա չի լինի։ Այդ միապետական կարգը չի կարող գործել։ Միապետական կարգի այսպես բացառություններ կարող են լինել մեր պարագայում, օրինակ ազգային եկեղեցական ժողովի դեպքում միայն եւ միայն։ Ինչ որ մարդիկ գաղափար չունենալով ուրեմն մեր եկեղեցու տրամաբանության վերաբերյալ ինչ-որ բաներ էին խոսում կապված Գերագույն հոգևոր խորհրդի եւ այլն հետ։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարգալույց արեց։ Այդ ձեր ցավը տանեմ, Գերագույն հոգևոր խորհուրդը չի կարգալույց անողը։ Գերագույն հոգևոր խորհրդում օրինակ կան աշխարհականներ։ Մենակ դա բավարար պետք է լիներ, որ դուք ընկալեիք, որ չի կարող Գերագույն հոգևոր խորհուրդը այդպիսի որոշում կայացնել։ Համակարգային դա կլիներ։ Վեհապար հայրապետն է իր կամքով, օծմամբ իրեն փոխանցված, աստվածային տնօրինությամբ իրեն փոխանցված կարգով։ Վեհապար հայրապետի որոշումն է։ Այո, ընթացակարգ կա, այո, պետք է լինի զեկուցագիր, տվյալ դեպքում թեմակալ առաջնորդական տեղապահից եւ այդ բանի մեջ կա նշված, որ զեկուցագիր կա այդ տեքստի մեջ։ Այո, պետք է լինի համապատասխան պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի եզրակացությունը, բայց որոշում կայացնող տնօրինություն դրսևորողը ամենայն հայոց հայրապետն է եւ շատ լավ է, որ այդպես է։ Եվ մի կարևոր բան եւս, այդ հավատարմության ուխտի հետ կապված։ Բոլորը այդ հավատարմության ուխտը ունեն եւ դուք մի հատ գնացեք, search արեք, ամենահեշտը լեզվական առումով ամենահեշտը ռուս ուղղափառ եկեղեցու։ Ինչքան դեպքեր կան այս կանոնը խախտելու, միայն այս կանոնը խախտելու համար, երբ որ կարգալուծության դեպքեր են գրանցվում։ Ինչքան դեպքեր կան։ Բազմաթիվ դեպքեր կան։ Առանց դրա հնարավոր չի։ Դա, նորից ասեմ, կրոնական կազմակերպության որոշելիքն է։ Ինչ որ մեր մոտ գործում են, բայց հիմա այդ Ստեփանը, Վարդանը, Ֆլանը, Ֆստանը, Նիկոլը կարան հավաքվեն մի հատ ինչ որ ոչ առաքելական բնույթի, այլ բողոքական բնույթի ինչ որ մի կրոնական կազմակերպություն ստեղծեն, անունը ուզում են դնեն եկեղեցի, ինչ ուզում են դնեն, Նիկոլի վերջի օրվա վկաների եկեղեցի կարան դնեն, ինչ ուզում են թող դնեն։ Այդտեղ ինչ ուզում են թող անեն։ Թող հավաքվեն 2-ով, 3-ով են, քանիսով 100 հոգով հավաքվեն, ինչ ուզում են թող անեն։ Բայց այն ինչ որ հիմա իրանք անում են, դա առաքելական բնույթի առաքելահաստատ եկեղեցիների բոլորին, բառացիորեն բոլորին գաղափարին հակասող բան է։ Ուղղակի գաղափարին հակասող բան է։ Ու այն որ պետության ներկայացուցիչները
ասում են բանը վեհապարը կարգալույց է։ Այս սրիկաներ դե արու մի ասած, երբանից դարավ կարգալույց։ Երբանից դարավ կարգալույց։ Հիմա ես էլ կարամ ասեմ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի։ Հետո ինչքան էլ ես ուզենամ, որ ինքը վարչապետ չլինի, իրականությունը դա չի, չէ։ Այդ բաղձալիորը մի օր կգա, որ մի քիչ լույս կբացվի այս ժողովրդի վրա, բայց այս պահի դրությամբ դա այսպես ուղղակի օդ տատանելու պես մի բան է, բայց իրանց դեպքում, երբ որ իրանք ունենալով պետական ամբողջ համակարգը ու այդպիսի հայտարարություններ են անում, դա ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերին։ Եվ այդ Ռուբինյանը, մնացած բոլորը, ովքեր որ հրապարակային խոսում են, այդ չնայած լավ էլ գիտեն, ես չի որ իրանց ինչ-որ բան ունեմ ասելու, բայց իրանց արածը սահմանադրական կարգի տապալման օժանդակությունը ուղիղ։ Որովհետև մեր եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, որովհետև մեր եկեղեցին անջատապետությունից, որովհետև մեր եկեղեցու գործերին պետությունը չի կարող միջամտել։ Հատկապես ասես բռի տականք ձևով դե արի ու մի ասա։ Այսքանը Վարդանը արդեն աշխարհականների դասին է, արդեն այսուհետ Տեր Տարոն մենք իրավունք էլ չունենք ասենք, շատ կարող ենք ասել նախքին Տեր Տարոն, եւ իրականում ցավալի է, որ այդ մարդը այս սխալ ուղին բռնեց, զղջաց, չապաշխարեց, երևի մինչև այսօր, մինչև 3, չգիտեմ, մինչև 3 առաջ օր այդ հնարավորությունները նրան տրվում են։ Մեր վեհապար հայրապետը ես արդեն քանի դեպքով եմ համոզվում, որ շատ ներողամիտ բնավորություն ունի։ Ես իրավունք չունեմ դա գնահատական տալ լավ վատի տեսանկյունից, բայց փաստ է, որ շատ չափազանց ներողամիտ բնավորություն ունի։ Գուցե պարզվի, որ սա էր ճիշտը, չեմ կարող ասել։ Բայց ամեն դեպքում փաստը դա է։ Այդքան հնարավորություն է ունեցել։ Եվ գիտեք, այն որ ընկերական գործոնն է առաջ դնում, ասում է բանը իր նույն սենյակում ենք բնակվել, այսինքն մոտ ընկերս է եւ այլն։ Բա մոտ ընկերը տա հակառակը դու իրան խելք սովորացներ, որ այ այն ժամանակ դեռ Տեր Արամ, ես ինչ ես անում։ Դու հասկանում ես ինչ ես անում։ Դու քո այս ամեն ինչի վրա ես խաչ քաշում։ Այ ընկերը դրա համար է։ Ոչ թե ընկերոջ սխալի կողքին կանգնելու։ Թույլ տալու, որ այդ սխալը գործի։ Ընկերասիրությունը լավ բան է, բայց այս այն դեպքը չի։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։